Մինչ Գյումրի հրազդան թիմերը կսկսեին մրցապայքարը, Գյումրի ֆուտզալի ակումբի նախագահ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Սուքիաս Ավետիսյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների անմեղ զոհերի հիշատակը։ Նշենք, որ Գյումրի ֆուտբոլային թիմը ձևավորվել է 2001 թվականին։ Տարիների ընթացքում թիմը համալրվել է պատրաստված և լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներով, մասնակցել է ֆուտզալի Հայաստանի առաջնությանը և այս տարիների ընթացքում 4 անգամ դարձել բրոնզե մեդալակիր։ Ներկա պահին թիմում ընդգրկված են 16 ֆուտբոլիստներ, որոնք մրցաշրջանի սկզբից սկսել են մարզվել և առաջնության երբ որ հայտարարվի ընդմիջում դադար, կարող է նոր ֆուտբոլիստներ ընդգրկենք և կարողանանք առաջնությանը լիարժեք մասնակցել։ Թիմում խաղացող երիտասարդները մեծ պատասխանատվությամբ էին մոտենում իրենց մրցապայքարին և ձգտում գրավել ավելի բարձր հորիզոնականներ։ Նպատակը մրցանակային տեղը գրավեն դարի երրորդ տեղը, նպատակը բարելավել արդյունքները երիտասարդ տեղեկան կադրական Գյումրին միշտ հարուստ տեղ է ֆուտբոլային ավանդույթներով, հուսով մեծ տարի կարողանանք մեր այսպես ասած մեդալի գույնը փոխենք։ Չնայած մեկ ամսյա դադարին, հենց Գյումրի հրազդան պայքարում էլ գյումրեցի մարզիկները գրավեցին լուրջ հաղթանակ՝ 6-13 հաշվով հաղթելով հրազդան թիմին։ Սուքիաս Ավետիսյանի տեղեկացմամբ Հայաստանի հավաքականը հունվարի 12-ից 17-ը Շվեդիայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և գրավելով առաջին պատվավոր հորիզոնականը դուրս է եկել հաջորդ փուլ։ Հիմա նախապատրաստվում է արդեն հավաքականը, որպեսզի մարտի 16-ից 22-ը այս անգամ լինելու է ուրեմն Խորվաթիայում, որտեղ հաջորդ փուլն է Խորվաթիայի, Սլովենիայի և Թուրքիայի հավաքականների հետ պայքարելու է արդեն Եվրոպայի ֆուտզալի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Պարոն Ավետիսյանի տեղեկացմամբ Հայաստանի հավաքականը նախատեսվում է համալրել մի քանի այլ ֆուտբոլիստներով, ովքեր իրենց պատրաստվածությամբ և փորձով կօգնեն թիմի մյուս խաղացողներին հետագայում ավելի մեծ հաղթանակներ նվաճելու համար։ Ռուսաստանի առաջնությունում ունենք հայեր, որը Ռուսաստանի առաջնության ֆուտզալի բարձրագույն խմբի թիմերում հանդես են գալ
տալիս հիմա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը արդեն զբաղվում է այդ հարցերով, որովհետեւ փորձենք նրանց հրավիրել եւ կարողանանք թիմը ավելի լիարժեք դարձնել։ Ուսնե Պողոսյան, Հաջորդ Գևորգյան, Ազդարան